Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Բարև հարգելի հեռուստադիտող, կրկին Մեդինֆորմն է եթերում եւ այսօր զրուցելու ենք ստոմատոլոգիական ծառայությունների մասին, խորհուրդ ենք տալու թե ինչպես ճիշտ ընտրել ճիշտ ստոմատոլոգիական կենտրոն, պրոֆեսիոնալ ստոմատոլոգիական կենտրոն, ինչից դա հասկանալ առհասարակ եւ իհարկե նաեւ տեղեկանանք թե այս ոլորտում, որը կայծակնային արագությամբ զարգանում է, ինչ վերջին նորություններ կան, որոնք արդեն ներդրված են Երևան քաղաքում։ Իմ զրուցակիցն է Smile Image ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավար Ռուզաննա Մովսիսյանը, բարև Ռուզաննա։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք եւ մեր հեռուստադիտողը իհարկե սպասում է մշտապես այն նորություններին, որոնք բժշկական աշխարհում են գեղեցկության առնչվող թեմաներից են, իսկ ստոմատոլոգիան ապահովում է երկուսը մեկում։ Այո, եւ գեղեցիկ ժպիտ եւ առողջ ատամնաշար վերանի խորոջ։ Հիմա անդրադառնանք նրան, թե ձեր ուղղորդմամբ, օրինակ, ինչպես մենք մեր հեռուստադիտողին կարող ենք ուղղորդել, ընտրել ճիշտ ստոմատոլոգիական կենտրոն, քանի որ դրանք հիմա սնկերի նման աճում են եւ յուրաքանչյուր քայլի կարելի է հանդիպել, պետք է ուղղորդենք ինչպես ճիշտ կողմնորոշվել։ Պացիենտը նախ եւ առաջ ընտրելուց առաջ պետք է հստակ իմանա տվյալ կլինիկա, որտեղ նա դիմում է, աշխատելու են տարբեր մասնագետներ, այսինքն նեղ մասնագիտացված մասնագետներ, թե լինելու է ընդհանուր պրոֆիլի մասնագետ։ Իմ խորհուրդը եւ ընդհանրապես ճիշտ մոտեցումը ստոմատոլոգիայում, որ բուժավուի հետ աշխատեն թիմային, այսինքն իր հետ աշխատելու է թերապևտ ստոմատոլոգ, օրթոպեդ, իմպլանտոլոգ, օրթոդոնտ, այսինքն նեղ մասնագետներ, որը որ շատ խիստ մեր մոտ պահպանված է, մեր կլինիկայում դա պահպանված է, մոտենալ ցանկացած պացիենտի թիմային հայացքից։ Ասես բազմապրոֆիլ է, այո, դառնում ստոմատոլոգիական կենտրոնը։ Որ ամեն մասնագետ տիրապետի իր նեղ մասնագիտության։ Այո, դրան պետք է կենտրոն ընտրելիս ասես ուշադրություն դարձնել, շատ լավ։ Եվ ես կցանկանայի օրինակ կոնսուլտացիոն առումով, երբ դիմում ես, այ առաջին տպավորությունը, չգիտես, ստանալ կենտրոնից թե բժշկից։ Ձեզ մոտ օրինակ ինչ քայլերից է սկսվում կոնսուլտացիան եւ որն եք դուք ճիշտ համարում։ Իհարկե կլինիկան շատ մեծ նշանակություն ունի, վիզուալ տեսքը բնականաբար, մաքրությունը, սանիտարահիգիենիկ պայմանները, բայց մեր մոտ շատ շեշտը դրվում է հոգեբանական կոնտակտին բժշկի եւ բուժավուի միջեւ, որը որ այդ կապը հաստատվում է կոնսուլտացիայի ընթացքում։ Շատ մանրակրկիտ հավաքվում է անամնեզ, կյանքի պայմանների, տարած հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների եւ վերջին նորամուծությունը թվային ժպիտի դիզայնը, որը որ շատ հաճախ գրավում ենք, եւ պացիենտը արդեն իսկ կոնսուլտացիայի ընթացքում տեսնում է իր բուժման վերջնական արդյունքը։ Այսինքն digital smile, այո, երբ կարելի է ակնկալել, թե ինչ արդյունք կունենա։ Թվային նոր տեխնոլոգիաները նաև ստոմատոլոգիայում են կիրառվում այժմ, որի ընթացքում պացիենտը կարողանում է հայտնել իր ցանկությունները, դիտարկումները կատարել, թե ինչ է չի ուզում։ Դիտարկումները, թվային դիզայնը դա ցանկացած պացիենտի դեմքի դիմագծերի, ատամների անատոմիական մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև մեր միջամտությամբ ցույց է տրվում պացիենտին։ Բայց արդյունքը շատ է նման լինում, թե մի փոքր հեռանում է այդ ստացված թվային պատկերից։ Հիմնականում արդյունքը 90%-ով համապատասխանում է, այո, 90%-ով համապատասխանում է, որը թույլ է տալիս ավելի թափանցիկ դարձնել ստոմատոլոգի աշխատանքը պացիենտի համար։
որը եւ շատ ավելի վստահություն է ներշնչում։ Ռուզաննա, շատ ոլորտներ ներխուժել է պլազմոթերապիան որպես եւ պրոֆիլակտիկ միջոց եւ բուժական նկատառումներով դա ներթափանցել է եւ էսթետիկ կոսմետոլոգիա եւ օրթոպեդիայի բնագավառ եւ իհարկե որքան էլ զարմանալի է նաեւ այո շատ մաշկային տարբեր խնդիրներ եւ այլն լուծման նպատակով նույնպես սա վերջերս նաեւ ներխուժել է ստոմատոլոգիա խնդրեմ ներկայացրեք թե օրինակ պլազմոթերապիա կատարում եք թե ոչ եւ եթե կատարում եք ապա ինչ նկատառումներով եք դա կատարում դե պլազմոթերապիան ինքը բոլորիս հայտնի աուտոպլազմային է, որը որ մենք օգտագործում ենք նաև լնդերի բուժման եւ պրոֆիլակտիկ նպատակներով։ Լնդաբորբի բուժման, պարադոնտիտի ժամանակ, ինչպես նաև օգտագործում ենք իմպլանտացիայի ատամի հեռացման ոսկրային պլաստիկաների, որը որ դարձնում է վիրահատական միջամտությունը ավելի ինվազիվ եւ լավացման process-ը ավելի արագ է լինում, այո, վերականգնողական գործընթացը ավելի արագացնում է։ Խոսենք նաև էսթետիկ ստոմատոլոգիայից, այնքան է դա տարածվել, որ արդեն բնական գույնի ատամներով մարդ ասես չենք տեսնում։ Բոլորը սպիտակեցման են գնում եւ դա շատ համատարած ցանկություն է։ Ինչ կասեք այդ հոլիվուդյան ժպիտի մասին, որքանով եք դա ճիշտ համարում կատարել, այն մարդով կատարել է հնարավոր է տարիներ հետո փոշմանի դրա համար, չէ՞ որ դա անդառնալի է արդեն։ Անհետևնալի է, այո, բայց չի փոշմանի վստահեցնում եմ։ Հոլիվուդյան ժպիտ ասելով իհարկե բոլորս ասոցացնում ենք ջնաջերմակ ժպիտի հետ, ջնաջերմակ ատամների հետ, եւ դա իրականացվում է այժմ վինիլների միջոցով, որը որ լինում է եւ կոմպոզիտային եւ կերամիկական վինիլներ։ Դուք ո՞րն եք նախապատվությունը որին եք տալիս։ Նախապատվությունը տալիս են կերամիկական վինիլներին, ինչու նրանք ավելի ամուր են, ավելի էսթետիկ են, գույնի փոփոխման չեն ենթարկվում տարիների ընթացքում, իրենց թերությունը կոմպոզիտային վինիլների նկատմամբ միայն իրենց արժեքն է։ Մնացած բոլոր դեպքերում իհարկե նախապատվությունը տալիս են կերամիկական վինիլներին, որը այժմ շատ զարգանալով, շատ հմտանալով մեզ թույլ է տալիս նույնիսկ ատամները շատ ինվազիվ հղկմամբ տեղադրենք վինիլներ։ Շատ քիչ հղկման 0.1-ից 0.2 մմ ընդամենը Այսինքն գրեթե ատամը չի ենթարկվում։ Գրեթե ատամը առանց վնասելու ստանալ հոլիվուդյան ժպիտ։ Որ տարիքից սկսած խորհուրդ կտակ այն կատարել, արդյոք սա արդեն փոքր-ինչ դեղնացած գունափոխված ատամների դեպքում եթե երիտասարդներին նույնպես խորհուրդ եք տալիս։ Տարիքը սկսված երևի թե 18-19 տարեկանից կարելի է տեղադրել, նայած ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Լինում են դեպքեր, երբ որ էսթետիկ խնդիր ենք ուզում լուծել, ոչ միայն գունային, այսինքն պացիենտը հրաժարվում է օրթոդոնտիկ բուժումից եւ ուզում է հաղթահարի, ոնց որ ասված, իր ժպիտի կոմպլեքսները։ 18 տարեկանից սկսված կարելի է տեղադրել վինիլներ։ Վինիլների մասին շատ կան տարակարծություններ, որ դրանք սուրճից, այլ գունավոր ըմպելիքներից մքանում են, այնուհետև մարդը սկսում է ատամներում անընդհատ սառնության զգացողություն ունենալ, որքանով են սրանք իրականության համապատասխանում։ Իրականությունը համապատասխանում է նրանով, որ գունային փոփոխման ենթարկվում են կոմպոզիտային վինիլները։ Այո, նրանք ավելի զգայուն են գունանյութերի նկատմամբ։ Կերամիկական վինիլները այդ հատկանությունը չունեն, բացարձակապես գույնը չեն փոխում, իսկ զգայունությունը կախված է արդեն պրոֆեսիոնալ բժշկի մոտեցումից եւ գրագետ ընթացքից։ Ռուզաննա, ձեր կենտրոնում հյուրընկալում եք միայն մեծահասակներին, այսինքն հասուն մարդկանց, թե մանկական ստոմատոլոգիան նույնպես ձեզ մոտ ներդրված է։ Այո, ունենք մանկական ստոմատոլոգ, Եվ որքանով եք կարևորում օրինակ երբ ստոմատոլոգը նեղ մասնագիտական փորձառություն ունի կամ դիպլոմավորված է որպես մանկական ստոմատոլոգ եւ մեծահասակների, այսա որքանով է կարևոր տարանջատված լինելը։ Շատ մեծ կապ ունի, որովհետև մանկական ստոմատոլոգիան եւ բուժման ընթացքը լրիվ այլ է մեծերից, ինչպես եւ մանկաբուժությունը,
եւ շատ կարեւոր է, որ մանկական ստոմատոլոգը լինի նեղ մասնագետ, որը որ մեր կլինիկայում նույնպես գործում է։ Շատ լավ, շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր հարցազրույցի համար եւ վստահ եմ, որ դուք շատերին պարզապես ուրախ, սպիտակ, գեղեցիկ ժպիտ եք պարգևում։ Եթե ունեք մեր հեռուստադիտողին որևէ խորհուրդ, որևէ հորդոր, խնդրեմ կարող եք դիմել նրանց։ Հորդորում եմ մեր հեռուստադիտողին անկախ գանգատների արկայությունից տարին 2 անգամ դիմել ստոմատոլոգի, քանի որ բերանի խոհոչի առողջությունը շատ կարևոր է եւ ջունաջերմակ ժպիտ կարելի է ունենալ նաեւ իրենց սեփական բնական ատամներով, եթե ժամանակին այցելեն բժշկի եւ ստանան ճիշտ խորհրդատվություն, եւ քանի որ էսթետիկ ոլորտը շատ է զարգացած ներկայումս, հորդորում եմ հետ չմնալ նաև այս նորաձևությունից, այո։ Հորդորում եմ հետ չմնալ այս նորաձևությունից, ունենալ հոլիվուդյան ժպիտ Երևանում։ Գեղեցիկ ժպիտ, այո, իսկապես միշտ ակնդետ է լինում, այո։ Այո, որ հոլիվուդյան ժպիտ ունենալու համար պարտադիր չի լինել հոլիվուդյան աստղ։ Շնորհակալ եմ Ռուզաննա, կարծում եմ հեռուստադիտողը եթե ունենա այն ուղղորդման կարիքը, երբ պետք է ընտրի նոր կենտրոն, որը հագեցած է եւ սարքավորումներով եւ ճիշտ բժշկական կաբինետներով, անպայման Smile Image-ը կգրավի նրանց ուշադրությունը։ Հարգելի հեռուստադիտող, Smile Image ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավար Ռուզաննա Մովսիսյանների իմ զրուցակից եմ, կենտրոնի բազմապրոֆիլ կաբինետները վստահ եմ կգոհացնեն ձեր ողջ ընտանիքին, քանի որ այստեղ գործում է նաեւ մանկական ստոմատոլոգիա։ Դե իսկ ժամանակակից բոլոր տենդենսները այստեղ պահպանված են եւ դուք կարող եք նաեւ թվային ժպիտ ասվածի միջոցով հասկանալ, թե ակնկալվող արդյունքը ինչպիսին կարող է լինել։ Այսպիսին էր այսօրվա Medinform-ը, իսկ մենք կհանդիպենք ժպտացեք հաճախ եւ ժպտացեք անկեղծ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։